Ողջույն, հանրայինի եթերում Եղիր առողջ բժշկական նախագիծն է, ես բժիշկ Վահե Մինասյանն եմ և բնականաբար մենք զրուցելու ենք առողջության մասին։ Այսօրվա գլխավոր թեման նվիրված է հոդերին։ Հոդերը շատ նման են մեր դռների փականներին, որոնց աշխատանքի խախտման պարագայում մենք լսում ենք տարօրինակ ձայներ, մենք ունենում ենք շարժողական խնդիրներ և իհարկե ցավեր։ Ինչ անել, եթե դուք կարծում եք, որ ձեր հոդերի պիտանելիության ժամկետը լրացել է։ Ինչ քայլեր կարելի է կատարել, ինչպես կարելի է շտկել իրավիճակը։ Դիտենք տեսանյութը, հետո արդեն կհրավիրենք մասնագետին եւ կարծում եմ բոլոր հարցերի պատասխանները այսօր կստանանք։ Գնացինք։ 19-րդ դարի գերմանացի վիրաբույժ Գլուկը համարձակվում է անել անհնարինը։ Նա փղոսկրից պատրաստված հոդը տեղադրում է մարդու մարմնի մեջ։ Քայլ, որը գլխիվայր շրջեց պրոթեզավորման մասին պատկերացումները։ Գիտնականը հասկացավ, շատ դեպքերում մարդուն պետք է ոչ թե արտաքին հենակ, այլ ներքին ինժեներական լուծում։ Այսօր այդ լուծումը կոչվում է էնդոպրոթեզավորում։ Դրա անհրաժեշտությունը հիմնականում առաջանում է օստեոարտրիտի դեպքում, երբ հոդային աճարն անդառնալիորեն քայքայվում է։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, աշխարհում շուրջ 528 միլիոն մարդ տառապում է օստեոարտրիտով, որի դեպքում շարժումները վերականգնելու միակ տարբերակը էնդոպրոթեզավորումն է։ Թեև էնդոպրոթեզն ասոցացվում է ծերության հետ, բայց ներդրված ոսկրերի կարիք ունենում են նաև երիտասարդները։ Ավելորդ քաշի, պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելու, վնասվածքների կամ գենետիկ հիվանդության պատճառով մաշված հոդերի աշխատանքը վերականգնելու համար։ Աշխարհում տարեկան կատարվում է էնդոպրոթեզավորման ավելի քան 2 միլիոն վիրահատություն։ Դրանց ավելի քան 95%-ը հաջող է, իսկ արդյունքը ցավի լիակատար բացակայությունն է և ակտիվ շարժումների վերականգնումը։ Միք Ջագեր, Էլթոն Ջոն, Արնոլդ Շվարցնեգեր, Լայզա Մինելի և շատ այլ հայտնիներ ունեցել են հոդերի ծանր քրոնիկ հիվանդություններ։ Առանց ցավի ակտիվ կյանքի նրանք կարողացել են վերադառնալ միայն էնդոպրոթեզավորման վիրահատությունից հետո։ Այսօր ոսկորն է, արդեն եթերում ենք, արգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը և հիմա կդիմավորենք մեր առաջին հյուրին, մեր հյուրը վնասվածքապան օրթոպեդ Արտակ Օհանյանն է, ողջույն բժիշկ Օհանյան։ Էս որտեղից էր։ Օգտագործած չի։ Այսինքն Սա մակետ ենք բերել, որ հանրության ավելի մատչելի բացատրենք ինչ են կատարում վիրահատության ժամանակ եւ որ շատ հաճախ մարդկանց թվում է, որ եթե էնդոպրոթեզ տեղադրված է, ուրեմն երևում է, զգացվում է, շոշափվում է մարմնի մասում, բայց իրականում դա այդպես չէ։ Իսկ օդանավակայանում զնգում է։ Ոչ, քանի որ հիմիկվա էնդոպրոթեզները հիմնականում տիտանի համաձուլվածքով են եւ հետեւաբար ոչ մի ձայն մագնիսը չի տեսնում, հետեւաբար ոչ մի ձայն էլ չի առաջացնում։ Այնպես որ դուք չեք կարող վախենալ զնգալուց օդանավակայանում, դուք ընդհանրապես կունենաք ավելի առողջ հոդեր, բայց ինչ է իրենց ներկայացնում ամբողջ այս գործընթացը կպարզենք հիմա բժիշկ Օհանյանի հետ։ Գնացինք։ Բարի։ Այս չօգտագործած, ինչպես ասեց բժիշկը, ոսկրի օգնությամբ մենք այսօր կպատմենք էնդոպրոթեզավորման մասին։ Էնդոպրոթեզավորում ասելով միշտ չգիտես ինչու պատկերացնում են կոնքաստրային հոդը։ Այո։ Ինչու, չէ՞ որ մենք ունենք բազմաթիվ այլ հոդեր եւ այդ հոդերում նույնպես խնդիրներ են լինում եւ այդ հոդերը նույնպես փոխարինվում են արհեստական, բայց ինչու են միշտ հիշում այս հոդը։ Տեսեք, ցավոք սրտի կովիդից հետո արտրոզները երիտասարդացել, այսինքն ավելի երիտասարդների մոտ ենք մենք դիտում ասեպտիկ նեկրոզներ, որոնք առաջացնում են հենց արտրոզներ։ Իսկ ինչու պայմանավորված է կոնքաստրային հոդի ինքը ավելի մասսայական, ավելի շարժուն հոդ է եւ թույլ ցավը ավելի շատ է ազդում մեր կյանքի վրա, հետեւաբար ավելի մեծ տոկոս է կազմում էնդոպրոթեզավորման մեջ։ Իսկ կարող ենք ասել նաև, որ սնուցումն է այդտեղ ոչ այնքան հաջող։ Չէ, ուղղակի կոնքաստրային հոդը ավելի մեծ ամպլիտուդով աշխատանք է կատարում եւ ամբողջ մարմնի քաշը ընկած է այդ հոդի վրա հիմնական։ Ճիշտ ասած, մենք այստեղ ունենք կոնքի, այսպես էլի չօգտագործած մի հատ կոնք ունենք, եւ ես որքան էլ ուզում եմ հիշեմ իմ անատոմիական գիտելիքները, այսպիսի ոսկոր մենք պիտի որ չունենանք։ Սանտամե եւ պահելու համար, ցուցադրական։ Եվ փորձենք հասկանալ, տեսեք, երիտասարդ տարիքում մենք վազում ենք, թռնում ենք, սար ենք բարձրանում, որ տարիքից է, որ կա ինչ-որ սահման, որ սովորաբար ինչ-որ տարիքից մեր հոդերը արդեն ասում են բարև, դու արդեն մեծացել ես։
Տեսեք, Վահե ջան, հիմնական խնդիրը հետևյալն է, որ մենք մեր հոդերը պետք է պահպանենք, հոդերի մասին մտածենք հենց առաջին իսկ ակտիվության ժամանակ, այսինքն 15-20 տարեկանից սկսած։ Երիտասարդ տարիքում մենք ամեն ինչ անում ենք, վազում ենք, ցատկում ենք, տարբեր ակտիվություններ ենք դրսևորում, բայց առանց հետագայի համար անհանգստանալու։ Ինչ ուզում է հետո թող լինի։ Ամբողջ խնդիրը տեղից է սկսում։ Որպես այդպիսին տարիք մենք չունենք, կախված է թե մարդ ինչ աշխատանքով է զբաղվում, ինչ ակտիվություն ունի եւ ինչքան մոտ է գտնվում սպորտին։ Ինչքան մարդ սպորտին մոտ է գտնվում, այնքան հոդերը ավելի պահպանված են։ Եկեք քննարկենք։ Արդյոք պրոֆեսիոնալ մարզիկների մոտ հոդերը ավելի պահպանված են։ Չէ՞ որ նրանց մոտ ավելի մեծ ծանրաբեռնվածություն է եւ կա տարբերակ, որ նրանց մոտ կլինի ավելի մեծ մաշվածություն։ Այո, պրոֆեսիոնալ սպորտը անշուշտ ունի իր ցավոտ տեղերը ու ամեն սպորտաձև ունի իր հիմնական վնասվածքները, որ սպորտսմենները հիմնական մեծ սպորտով զբաղվելուց ունենում են։ Խոսքը գնում է ոչ թե պրոֆեսիոնալ սպորտի մասին, այլ ընդհանուր ակտիվ ապրելակերպի մասին։ Եթե օրինակի համար մենք երկուս էլ համարվում ենք օֆիսային աշխատող, հա, որ այսինքն առավոտյան 8-ին մտնում ենք հիվանդանոց, երեկոյան 6-ին 7-ին դուրս ենք գալիս, արևի հետ չենք շփվում եւ վիտամին D մեր մաշկի տակ չի սինթեզվում, կալցիումը չի ներծծվում, ոսկրերը մեր թուլանում են, աճարը տեղից տուժում է։ Հիմա եթե մենք պետք է գտնենք ցավոք Այդքան ասեցի, գործդ փոխի։ Այո, պետք է գտնենք ժամանակ լինել ակտիվ, այսինքն զբաղվել ինչ-որ մի սպորտով, բայց դա պետք է կրի անընդհատ բնույթ, ոչ թե դինամիկ։ Շարունակական, ես ավելի կասեի, ոչ թե որ ամիսը 1, շաբաթը 1, երբ որ ժամանակ ունենք, ոչ, դա ամենամեծ սխալն է, քանի որ օֆիսային աշխատողը չունի այն ակտիվությունը, մեկ էլ մի հատ ֆուտբոլային խաղ, Հիշեց ֆուտբոլային խաղ, որովհետև նկարանումից առաջ ես բժիշկ Օհանյանին բողոքում էի, գանգատներս էի նշում ու ասում էի, որ այո, շաբաթը 1 գնում եմ ֆուտբոլ խաղալու ու դրանից հետո ունեմ գանգատներ։ Ու ինձ բացատրում էր բժիշկը, ասում էր, որովհետև դու շաբաթը 1 գնում ես միանգամից, ամբողջ շաբաթ հանգիստ քո աշխատանքն ես կատարում, հետո գնում ես 1 ժամ, ժամ ու կես հանկարծ միանգամից ծանրաբեռնում ես ամբողջ օրգանիզմը։ Մեր սրտաբան գործընկերների խորհուրդ են տալիս, որ երեկոյան քայլել, այսինքն սրտին պատրաստել ցանկացած հարվածների, հա, պատրաստ պետք է լինի սրտամկան ընդհանուր։ Նույնն էլ մեր բոլոր օրգանիզմի բոլոր հատվածները պետք է պատրաստ լինեն ստրեսին։ Նու իմ ու ձեր համար շաբաթը 1 անգամ, այո, դա ստրես, եկեք ընդունենք։ Դե ուրեմն ես շաբաթը 7 անգամ կխաղամ, որպես անհամեմատ ավելի արդյունավետ կլինի, ճիշտ կլինի, քան շաբաթը 1 խաղալ, այո։ Լավ, եկեք փորձենք հասկանալ, այնուամենայնիվ փաստորեն դուք տարիքը դնում եք մի կողմ, տարիքը ձեզ համար կարևոր չի, թե այնուամենայնիվ կա մի հատ տարիք, որից հետո մեր ոսկորները այնուամենայնիվ սկսում են կորցնել կալցիումի մեծ քանակ, մենք սկսում ենք ծերանալ, զենք դա թե չէ, եւ դառնում են ոսկորները փխրուն եւ հոդերն էլ իրենց հետևից արդեն բերում են այս խնդիրների։ Տեսեք, կանանց մոտ այդ թիվը պայմանավորված է դաշնանադադարի հետ, այսինքն եղավ դաշնանադադար, տեղի ունենում ցավոք սրտի հորմոնային փոփոխություններ, օրգանիզմից կալցիումը դուրս է գալիս, նորից էլ նույն ցիկլի մեջ ենք ընկնում։ Ինչքան ոսկրը թուլանում է, քանի որ ինչ է նախ արտրոզը, արտրոզը դա աճառային հյուսվածքի հիվանդություն է, եթե կարող ենք ցույց տալ։ Սա մեր ծնկահոդն է, աճառային հյուսվածքը նստած է ոսկրային հյուսվածքի վրա։ Ինչքան թույլ եղավ ոսկրային հյուսվածքը, այնքան ավելի խոցելի է ու վատ սնուցում է ունենում աճառային հյուսվածքը եւ առաջանում է արտրոզ։ Այսինքն կանանց մոտ այդ թիվը պայմանավորված է դաշնանադադարից հետո։ Մոտավորապես 50+ տարիքային խումբ։ Անշուշտ կրկնեմ, որ կախված է մեր գործի բնույթից, օրինակ մարդ կա, որ աշխատում է ծանր տեխնիկաների հետ, որ անընդհատ կա այդ վիբրացիոն process-ը կա, որ էլի ազդում է ոսկրային հյուսվածքի կառուցվածքի վրա, կամ որ գործի բերումով անընդհատ բարձր թռնում են, իջնում են, տարբեր ֆիզիկական անընդհատ ծանրաբեռնվածության են ենթարկվում, ոչ շատ ուժեղ, բայց անընդհատ դա էլ է ազդում ընդհանուր ոսկրամկանային համակարգի վրա եւ անշուշտ նորից կրկնեմ, քանի որ դա ցավոտ թեմա է, հերու սպորտից հերու մարդկանց մոտ արտրոզ ավելի շուտ է հասունանում։ Շուտ է։ Զբաղվենք սպորտով։ Այո։ Հիմա չենք զբաղվել կամ վերջը մեծացել ենք։ Հիմա
80 տարեկան սպորտով մի քիչ արդեն բարդ կլինի զբաղվել։ Ամեն տարիք ունի իր ակտիվությունը, հենց խոսքը դրա մասին է։ Դե մաշվել են։ Հիմա գալիս են բժիշկի մոտ, բժիշկը ասում է, «Էս սխալ արել, սա սխալ արել, սա», եւ հարցը կանգնում է այնուամենայնիվ վիրահատական խնդրի առաջ են կանգնում եւ եկեք փորձենք պատմել, թե ինչ է իրենց ներկայացնում էնդոպրոթեզավորում ասածը, որովհետեւ մենք կարծես վիրահատության համար ամեն ինչ էստեղ ունենք։ Այո, համարյա ամեն ինչ։ Տեսեք, նախ էնդոպրոթեզավորման գնալու հարցը դա որոշ հիվանդի որոշումն է։ Այսինքն մենք չենք փրկում հիվանդի կյանքը, այլ լավացնում ենք կյանքի որակը։ Այսինքն դա պետք է լինի բացառապես հիվանդի ընտրությունը։ Նու կոնկրետ այսօր մենք ստեղ ունենք կոնքազրային հոդի էնդոպրոթեզի տեսակներ, ընդհանուր էնդոպրոթեզավորումը, եթե բաժանենք երկու հիմնական խմբի, մենք ունենք ազդրային կոմպոնենտ, որ տեղադրվում է ազդրոսկրի մեջ, հա։ Ես ճիշտ եմ հասկանում, չէ՞, որ մենք կտրում ենք ոսկորը, այսինքն այստեղ պիտի լիներ այս գլխիկը, որը ախտահարված գլխիկը հեռացնում ենք, կտրում ենք, տեղադրում ենք, այստեղ փոս ենք փորում։ Այո, հատուկ գործիքներով մշակում է ոսկրի խողովակը ու ոսկրի առողջության վրա մեր գործողությունը ընդհանրապես ոչ մի ազդեցություն չի թողնում վատառումով, այսինքն կա կարծիք, որ որ դնում ենք ոսկորի մեջ, բա ոսկորը ոնց է սնուցում, տենց նմանատիպ հարցերում շտապ եմ ասել, որ ոչ մի խնդիր մենք չենք առաջացնում այս վիրահատությունով։ Տեսեք, այս պրոթեզի այս հատվածը, չգիտեմ ոնց է կոչվում այս հատվածը։ Սա ազդրային կոմպոնենտն է կոչվում, ուրեմն էնդոպրոթեզը բաժանվում է երկու մասի, ազդրային կոմպոնենտի, ցեմենտով հատված ֆիքս։ Հիմա դրան էլ անդրադառնամ, ունենք մենք ազդրային կոմպոնենտ եւ ունենք քացախափոսային կոմպոնենտ, որը տեղադրվում է արդեն քացախափոսի մեջ։ Սա երկու բաղկացուցիչ մասերն են։ Էնդոպրոթեզները բաժանվում են ցեմենտային եւ ոչ ցեմենտային, այսինքն պրոթեզը եթե ֆիքսում է ոսկրային հյուսվածքի ցեմենտով, այսինքն պոլիէթիլենը աշխատող մասը տեղադրվում է քացախափոսի մեջ ցեմենտով եւ ոչ ցեմենտային տարբերակ, որ տեղադրում ենք սկզբից քացախափոսի կոմպոնենտը, որի վրա կա հատուկ ծածկույթ, որի ժամանակի ընթացքում ոսկրային հյուսվածքը ներաճում է քացախային կոմպոնենտի մեջ, ու իր մեջ մենք տեղադրում ենք պոլիէթիլեն, այսինքն հիմնական աշխատող կոմպոնենտը։ Անցնում է 15-ից 20 տարի, երբ որ պոլիէթիլենը մաշվեց, արդեն շահագործման ենթակա չի, միայն փոխում ենք պոլիէթիլենը եւ նորից էլի հիվանդ ունենում է 15-ից 20 տարի աշխատելու ժամանակ։ Նոր էնդոպրոթեզները նաև փոխվում է ազդրոսկրի կոմպոնենտի միայն գլխիկը, այսինքն սա երկու աշխատող կոմպոնենտներ են, գլխիկը եւ պոլիէթիլենը։ Կախված տարիքից նոր արդեն մենք ընտրում ենք տեղադրել ցեմենտային տարբերակ, թե ոչ ցեմենտային տարբերակ եւ նոր էնդոպրոթեզների պարագայում մենք ունենում ենք նաեւ գլխիկի մետաղի փոխարեն կերամիկական գլխիկ, որը ավելի դիմացկուն է եւ հետեւաբար ավելի երկար աշխատում։ Կան վարկածներ, որ կան հետազոտություններ, որ մինչեւ 25 տարի կարող է կերամիկական պրոթեզը ծառայի բուժառուներին, բայց այդտեղ մենք այլ խնդրի առաջ ենք կանգնում, որի տարբերություն մետաղի կերամիկական պրոթեզը ունենում է իր բարդությունը, այսինքն փոքր վնասվածքից հետո կարող է ինքը շատ շուտ վնասվել, ինչը մենք մետաղի պարագայում գրեթե բացառվում է։ Հարցեր ունես, հեսա կհարցնեմ։ Վերջին հարցը, այնուամենայնիվ, եթե մենք փորձենք համեմատել, տեսեք, բարձր տեխնոլոգիաներ, տիտան, կերամիկա եւ այլն, եւ համեմատում ենք ցածր տեխնոլոգիա, բնություն, որը որ մեզ տված է չգիտեմ որտեղից, բայց այնուամենայնիվ մեզ տրված է։ Ձեր կարծիքով ո՞րն է ավելի լավը։ Մեր օրգանիզմը կատարյալ է եւ այդ կատարելության հասնելուն դեռ մենք շատ ճանապարհ ունենք անցնելու։ Միանշանակ ոչ, բայց էնդոպրոթեզավորումը դա ցավոտ հոդի, վատ որակի կյանքի եւ անցավ հոդի, բայց որոշակի սահմանափակումներով կյանքի տարբերությունն է, արդեն հետեւաբար հիվանդները պետք է ընտրեն։ Ինչ է դա նշանակում, որ էնդոպրոթեզավորված հիվանդը չի թույլատրվում վազել, ցատկել եւ կոնքազրային հոդի պարագայում կոնկրետ 90 աստիճան ծավալ ծալում առաջացնել, այսինքն բուժառուներին մենք խորհուրդ ենք տալիս, որ նստեն ծնկի մակարդակում տեղեր, այսինքն եթե ցածր տեղ նստում ենք եւ կոնքազրային հոդի բարձրացավ շատ անկյունը 90 եւ ավել աստիճան է լինում, 90 աստիճանից քիչ կարող առաջանալ հոդախախտ։ Օրինակ ուսաուդի պարագայում մենք
շատ թեթևակի մեխանիկական վնասվածքներից առաջանում է հոդախախտ։ Իսկ օնքաձեն հոդի պարագայում շատ դժվար է առաջանում։ Այսինքն սա մեծ տարբերություն է, որ անշուշտ մեր կյանքի վրա ազդելու է։ Բացի նրանից, որ վիրահատություն, բացի նրանից, որ ցավ, բացի նրանից, որ ցանկացած վիրահատություն կարող է ունենալ իր բարդությունները, ցանկացած։ Անհնար է, որ բարդություններ ոչ մեկի մոտ չլինեն։ Բացի նրանից, որ դա ֆինանսական ինչ-որ ենթատեքստ ունի եւ այլն, այնուամենայնիվ երբեք այն ինչ որ տրված է մեզ բնության կողմից, դեռևս ամենազարգացած բժշկությունը չի կարող դա գերազանցել եւ դուք չեք ունենա ավելի լավ հոդեր, քան այն ինչը որ ունեիք։ Հենց սրա պատճառով ես ուզում եմ հաղորդման այս հատվածում մեր հյուրին ասել շնորհակալություն, իսկ մեր բոլոր հեռուստադիտողներին առաջարկել դիտել տեսանյութ նվիրված այն վարժություններին, որոնք կօգնեն պահպանել ձեր հոդերի ճիշտ աշխատանքը։ Շնորհակալություն բժիշկ Օհանյանին։ Շնորհակալ։ Իսկ դուք մնացեք մեզ հետ։ Երբ կատարվում է վիրահատություն, էնդոպրոթեզավորում, բուժառուները կարծում են, որ այս փուլում է վերջանում իրենց բուժումը։ Սակայն հենց այստեղից է սկսվում վերականգնողական փուլը։ Վաղ ռեաբիլիտացիոն շրջանում, երբ որ կատարել ենք արդեն վիրահատությունը եւ հիվանդը գտնվում է պառկած վիճակում, պետք է սկսենք հենց այդ պառկած դիրքից վարժություններից։ Էնդոպրոթեզավորումից հետո վերականգնողական ծրագրի մեջ մտնում է մարդուն սովորեցնել նորից քայլել, վերականգնել մկանային ուժը, հոդերի շարժունակությունը, շտկել ուղեղում ամրապնդված քայլվածքի շեղումները։ Սկսում ենք ոտքի տարածող վարժություններից, կողք, առաջ, թեթև իզոմետրիկ վարժություններից մկանները լարում ենք եւ թուլացնում ենք։ Կարող ենք կատարել նաեւ շնչառական վարժություններ, որպեսզի իրանի մկանները նույնպես սկսեն աշխատել։ Ոտքը սահեցնելով բերում ենք դեպի մեզ, այնուհետև բացում ենք ոտքը։ Պետք է հիվանդին սովորեցնենք անկողնուց ճիշտ վեր կենալ։ Այսինքն ոչ թե հիվանդ կողմով, այլ առողջ կողմով թեքվում ենք մի քիչ դեպի առողջ կողմը, այնուհետև ոտքերը իջեցնելով, ձեռքի օգնությամբ փորձում ենք կատարել թեքում եւ նստել։ Շատ կարևոր է, որպեսզի վարժությունները կատարենք առանց ցավային զգացողության։ Պետք է ուշադիր լինենք, որպեսզի 90 աստիճանից ավել ծալում չլինի կոնքի հատվածում եւ չի կարելի ոտքը գցել ոտքին, մինչեւ կոնքի լիարժեք վերականգնումը։ Վիրահատությունից հետո արագ վերականգնվում են այն պացիենտները, ովքեր նաեւ վիրահատությունից առաջ տիրապետում են քայլքի ճիշտ տեխնիկային։ Մեր նպատակն է պացիենտի վերադարձնել ոչ թե միայն շարժումները, այլ լիարժեք քայլվածք եւ կյանքի որակ։ Հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը։ Սա ծնողների դպրոցն է մեր հաղորդման եթերում եւ մենք շախմատ ենք այսօր խաղալու մանկաբույժ, մանկական եւ մեծահասակների ռևմատոլոգ Կարունիկ Էքսուզյանի հետ։ Ողջույն բժշկուհի։ Հաղթեմ, տարվեմ։ Հաղթեք, եթե կարող ես հաղթել, մեծահոգաբար այսպես։ Իսկ ինչու եք շախմատ խաղում, ասեմ, որովհետև մեր այսօրվա թեման իդիոպաթիկ արթրիտն է։ Իդիոպաթիկ նշանակում է անհայտ ծագման, արթրիտի մասին խոսելիս էլ կարող ենք ասել, որ աուտոիմուն հիվանդություն է։ Իսկ ինչ է նշանակում աուտոիմուն հիվանդություն։ Այս շախմատի օրինակով ոնց կբացատրեիք։ Աուտոիմուն հիվանդություն նշանակում է, որ մեր օրգանիզմը սկսում է պայքարել ինքն իր բջիջների դեմ։ Այսինքն շախմատի օրինակով սկսում է ոչնչացնել իր իսկ խաղաքարերը, այո։ Այսինքն պատկերացրեք, որ ես ոչ թե խաղամ սևերի դեմ, այլ սկսեմ ինքս ին քարերը այսպես հերթով տանել։ Եվ արդյունքում ինչ կունենանք մեր խայտարակ իրավիճակ։ Եթե մենք խոսում ենք իդիոպաթիկ արթրիտի մասին, ապա սա հաճախ հանդիպող երևույթ չէ, ասում են, որ 1000 երեխայից մեկի մոտ, բայց ճիշտ է, որ այդ մեկ երեխան սովորաբար հենց դառնում է հաշմանդամ, եթե լինում է այս հիվանդությունը։ Իրականում դա այնքան էլ այդպես չէ։ Մենք չգիտենք, թե ինչի պատճառով են առաջանում այս հիվանդությունները, սակայն գիտենք դրանց առաջացման մեխանիզմները եւ գիտենք կառավարման ձևերը։ Եվ ճիշտ բուժման, ժամանակին բուժման պարագայում մենք կարող ենք նվազագույնի հասցնել մանկական հաշմանդամությունը տվյալ հիվանդության պատճառով։ Որ տարիքում է
սկսում հիվանդությունը սովորաբար։ Դպրոցական տարիքում է սկսում կախված արթրիտի տեսակից։ Ինչ գանգատ է երեխայի մոտ, ինչ է գալիս, արդեն դա խոսող, հասուն երեխա է եւ կարող է իր գանգատները մամային պատմել։ Առաջին ակնհայտ ակնառու նշանը դա ցավն է հոդում, մյուսը ցավող հոդը կարող է այտուցված լինել եւ ծնողը երբեմն նաև երեխան նկատում են այդ այտուցը։ Որ հոդերն են սովորաբար, դրանք խոշոր հոդերն են, մանր հոդերն են։ Եվ խոշոր եւ մանր հոդերը կարող են ախտահարվել։ Որ մենք տեսնում ենք կուրացություն, կարմրացություն, երեխան գալիս է ասում է ցավում է, մի կողմից է, մեկ հոդ է, շատ են միանգամից, ոնց է, մի քիչ նկարագրեք։ Կարող է սկսվել կամ մեկ հոդի ընդգրկմամբ, ընթացքում միանան այլ հոդեր կամ միաժամանակ կարող են սկսվել տարբեր հոդերի ախտահարմամբ։ Երբեմն լինում է նաև այնպես, որ երեխան առհասարակ չի գանգատվում ցավից, սակայն ծնողը նկատում է քայլվածքի փոփոխություն կամ առավոտյան անկողնուց դժվարությամբ է վեր կենում, այսպես կոչված առավոտյան կարկամություն է նշում, այո։ Լավ։ Հիմա նկատեցինք երեխայի մոտ տեսանք, որ մի բան այնպես չի։ Կարմրած են, այտուցված են, բերում ենք բժշկի։ Ինչ սպეციფიկ ինչ որ հետազոտություն ունեք, որով կարողանում եք դուք հստակ ասել, երեխայի մոտ իդիոպաթիկ արթրիտ է։ Ինչ եք անում։ Իրականում դա բացառման ախտորոշում է, այսպես ասած։ Մենք բացառում ենք բոլոր հնարավոր այն հայտնի պատճառները, մյուս հիվանդությունները, այո, եւ դրանց բացակայության դեպքում արդեն 6 շաբաթ եւ ավել տևողությամբ արթրիտի պարագայում ունենք ախտորոշումը։ Բարի։ Դրեցինք ախտորոշումը, հասկացանք, որ երեխայի մոտ սա է, սկսում ենք բուժումը։ Հիմա երևի թե կարևոր չի դեղամիջոցները չենք բացատրելու, չենք ասելու ինչ է լինելու երեխայի հետ։ Երեխան, որը որ մինչև դա վազում էր, թռնում էր, ֆիզկուլտուրային ակտիվ մասնակցում էր, գուցե ինչ-որ սպորտաձևով պարապում էր, մենք նրան պետք է ասենք, վայ, չէ, քո հոդերը վնասված են, դու պիտի զգուշ գնաս դասի, գաս ու ընդհանրապես չվազես, չթռվրաս, թե նա կարող է սովորական իր կյանքով ապրել։ Երեխան կարող է իր սովորական կյանքով ապրել, միայն հիվանդության սուր շրջանում, երբ որ ունենք արտահայտված այտուց եւ ցավ, այդ ընթացքում սահմանափակում ենք առավել ակտիվ կենսակերպը, իսկ ավելի հանգիստ վիճակում ցավի այտուցի նվազման պարագայում արդեն երեխան որևէ սահմանափակում չունի։ Միայն մրցակցային սպորտաձևերը, որոնք կապված են հարվածների հետ, այո, կախված արթրիտի տեսակից կարող են որոշակի սահմանափակումներ ունենալ։ Ինչ չի կարելի անել, չգիտեմ, ինչ որ տաք բան բերել դնել այդ հոդերի վրա, փաթաթել, արջի յուղ քսել, էլի ինչ չի կարելի անել։ Առհասարակ տեղային ցանկացած միջոց չի կարելի բորբոքված հոդի հետ կապված երեխաների շրջանում կատարել։ Նախ առաջինը տեղային տաքացնող միջոցները ավելի արտահայտված են դարձնում բորբոքումը եւ մյուսը տնական միջոցները, այսպես ասած, շատ հաճախ տեղային գրգռում են մաշկը, երբեմն անգամ այրվածքների պատճառ են դառնում։ Չենք անում։ Չենք անում։ Խելոք սուսպուս գալիս ենք բժշկի մոտ, բժիշկը կասի ինչ տեղամիջոցներ օգտագործենք եւ վերջինը, եթե ոչ տանն ենք անում, ոչ բժշկի ենք դիմում, ամենավատ պարագայում ինչ է սպասում այդ երեխային, եթե բարձի թողի վիճակ է։ Հոդի ֆունկցիայի խանգարում, հաշմանդամության առաջացում, այո։ Իրականում, եթե չզբաղվել երեխայով, եթե ժամանակին չհասկանալ, դա կբերի հաշմանդամության եւ կարծում եմ, որ դա հետո արդեն շտկել, կարծում եմ ուշացած դեպքերում չի ստացվի։ Այսքանն է իդիոպաթիկ արթրիտի մասին, հիվանդություն, որի պատճառը մենք դեռևս չգիտենք, ժամանակակից բժշկությունը չգիտի, հանդիպում է 1000 երեխայից մեկի մոտ, բայց այստեղ պետք է լինել շատ ուշադիր, ժամանակին դիմել բժշկի եւ կարծում եմ, որ գոնե կանգնեցնել հիվանդությունը, կառավարել եւ ձեր երեխան կապրի իր սովորական կենսակերպով եւ առողջ երեխաներից ոչինչով չի տարբերվի։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ իմ հյուրը Գարունիկ Էքսուզյանն էր, մնացեք մեզ հետ։ Շնորհակալություն։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք հաղորդումը, շարունակում ենք արդեն սնվենք հաճույքով եւ մնանք առողջ հատվածով, որտեղ մենք զրուցելու ենք հիմնականում կանանց առողջության մասին։ Այսօրվա իմ հյուրը էնդոկրինոլոգ Հասմիկ Հայրապետյանն է, ողջույն բժշկուհի։ Իհարկե մեր Նարինեն Ալեքսանյան խոհարար անպայման մեզ օգնելու է, պատրաստելու է հատկապես կանանց համար օգտակար սննդատեսակներ։ Կա տարբերություն, կին տղամարդ ինչ են ավելի շատ սիրում։ Դե, միանշանակ կա տարբերություն, կարծում եմ, որ տղամարդիկ ավելի շատ մսային ինչ-որ տեսակներ են նախընտրում, իսկ կանայք ավելի էսթետիկ, ինստագրամյան երբեմն։ Եք ասում, այո։
Բայց գալիս է մի պահ, երբ կնոջ օրգանիզմում տեղի ունենում փոփոխություններ, որը մենք անվանում ենք դաշտանադադար։ Եվ այդտեղ կնոջ օրգանիզմը սկսում է լուրջ փոփոխությունների ենթարկվել ու կարող ենք արդյոք մենք սննդի միջոցով օգնել կնոջը ավելի հեշտ տանել այս ժամանակահատվածը։ Կարծում եմ այո, նախ հասկանանք ինչ է դաշտանադադարը։ Դաշտանադադարը դա կնոջ օրգանիզմում տեղի ունեցող լրիվ բնական փուլ է, կարող է երբեմն իհարկե լինել հետվիրահատական կամ ժամանակից շուտ։ Բնականon դաշտանադադարը 45-ից 55 տարեկանում ընկած ժամանակահատվածում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություն է, երբ ռեպրոդուկտիվ համակարգ այլևս չի աշխատում եւ կինը դաշտանային ցիկլ այլևս չի տեսնում գոնե 1 տարի։ Իդեպ դա միշտ պետք է նշել, որ եթե դուք անգամ 10 ամիս չեք տեսել օրինակ դաշտանային ցիկլ, դա չի նշանակում, որ դուք դաշտանադադարի մեջ եք։ 12 ամիս։ Մենք ունենք սկզբունք 12 ամիս հետո նոր ասում ենք, բարի ձեզ մոտ արդեն դաշտանադադար է։ Ասեմ թե ինչ ենք պատրաստելու, նայն են պատրաստելու է կատնաշորով բլիթներ, օգտագործելու ենք 140 գրամ կատնաշոր, 40 գրամ ալյուր, 40 գրամ շաքարավազ, ձվի դեղնուց 1 հատ աղ, 1 պտղունց ելակ 20 գրամ, հապալաս 20 գրամ, անանուխ 10 գրամ, վանիլի էքստրակտ, ես չեմ կարծում, թե որևէ տղամարդ սրանից կհրաժարվեր, ինչքան էլ մենք նայեն ասում միս ենք սիրում, եւ այսպես։ Եվ այսպես դաշտանադադարի արդյունքում տուժում է եւ նյութափոխանակությունը եւ իհարկե էնդոկրին վերակառուցում է տեղի ունենում, քանի որ էստրոգենները, կանացի հորմոնները սկսում են ավելի քիչ արտադրվել, հետեւաբար մենք կարող ենք մի շարք խնդիրներ ունենալ։ Առաջին հերթին տուժում է կնոջ սիրտանոթային համակարգը, քաշն է ավելանում, որովհետեւ նյութափոխանակությունը դանդաղում է եւ լիպիդային փոխանակության խանգարում կարող է լինել եւ օստեոպորոզի ռիսկն է մեծանում, ոսկրահոդային, այո, եւ հետ դաշտանադադարի ընթացքում պետք է անպայման կանխարգելել այս հիմնական խնդիրները՝ սիրտանոթային համակարգ, ոսկրահոդային եւ արդեն նյութափոխանակային կանխարգել ենք ավելորդ քաշ եւ շաքարային դիաբետի առաջացում։ Եվ շատ հաճախ, երբ օրինակ գալիս է 50 տարեկան կինը վիրահատական միջամտության համար, ասում է, գիտեք, իմ մոտ արդեն մի տարի է կամ 2 տարի է դաշտանային ցիկլ չկա, շատ հաճախ ասում է, դե եթե պետք է արգանդը հեռացնենք, եկեք ձվաներն էլ հեռացնենք։ Դա սխալ է։ Իհարկե, պետք է պահպանել, չէ՞ որ երիտասարդությունն էլ, չէ՞, կնոջ մաշկի որակը։ Հենց ինչպես ասեց մեր բժշկուհին, սիրտանոթային համակարգը, եթե դուք դնում եք անում եք այդպիսի վիրահատություն, հեռացնում եք ձվարանները, ապացուցված է, որ բարձրացնում ենք սիրտանոթային հիվանդությունների հավանականությունը ավելի քան 40%-ով։ Շատ մեծ խնդիր է առաջանում եւ այո, կնոջ օրգանիզմը այս տարիքում պետք է պաշտպանել։ Ոնց պաշտպանենք։ Ցավոք սրտի մեր երկրում հատկապես դրան ուշադրություն շատ քիչ է դարձվում, որովհետև երբ որ կինը արդեն դաշտանադադարի մեջ է, կարծում են, որ այլևս խնամքի կարիք չկա, պետք չէ գնալ բժշկի, հա, վերջ, դաշտանային ցիկլ չի տեսնում, սակայն պետք է եւ սննդակարգի միջոցով եւ պրոֆիլակտիկ կանխարգելիչ զննումների միջոցով, տարբեր հետազոտություններ անցնելու միջոցով հասկանալ, թե դաշտանադադարը ինչ հետևանքներ է առաջացրել կնոջ օրգանիզմում եւ սկսել պայքարել։ Օրինակ ինչի է կինը գիրանում։ Ահա, առաջին հերթին, ինչպես նշեցի, նյութափոխանակությունը դանդաղում է։ Դրա արդյունքում կնոջ օրգանիզմը չի ծախսում բավարար կալորիա այնքան, որքան ծախսում էր նախկին տարիներին։ Այսինքն նույն սնունդը, եթե նախկինում ընդունում էր, կոպիտ ասած, չէր գիրանում, չէր չխաղանում, հիմա այդ նույն քանակությամբ սնունդը ընդունում է, քաշը ավելացնում։ Այսինքն մենք պետք է կամ օրվա կալորիականությունը կրճատենք կնոջ ռացիոնի, մի քիչ ավելի քիչ ուտենք, կամ հակառակը շատացնենք ֆիզիկական ակտիվությունը, այսինքն կալորիան շատ ծախսենք ֆիզիկական ակտիվության միջոցով։ Նորմալ է, ձեր օրգանիզմը այլևս այդ արագությամբ չի աշխատելու եւ այդ երկուսից մեկը կամ պետք է քիչ ուտեք կամ պետք է շատ շարժվեք։ Այո, բնականաբար սննդակարգում պետք է ավելացնել որոշակի միկրոէլեմենտներ, այսինքն անպայման։ Եթե մենք խոսում ենք, որ սա առաջացնում է օստեոպենիա, օստեոպարոզ, այսինքն ոսկրային համակարգի խնդիրներ, ոսկրային խտության իջեցում, մեր սննդակարգը պետք է պարտադիր հարուստ լինի 50 տարեկանից հետո օրական, գոնե պետք է օգտագործվի 1300 միլիգրամին համապատասխան կալցիումով հարուստ սնունդ կամ արդեն հավելումներ, եթե չի ստացվում օգտագործել։ Որը կնախընտրեք։ Կնախընտրենք բնական սնունդը, եթե հնարավոր է։ Ես չեմ ուզում նստեմ, հաշվեմ, կատնաշորի մեջ ինչքան կար։ Ես ուզում եմ գնամ ինձ համար ամեն օր վերցնեմ հաբս խմեմ ու այդ նույն կալցիում, ի՞նչ տարբերություն է այդ կալցիումների մեջ։
Կալցիումների մեջ շատ մեծ կա տարբերություն, նախ դա մեծ ծանրաբեռնվածություն է երիկամների համար, սկսենք այդտեղից, եւ իհարկե ավելի օգտակար է, եթե մենք բնական սննդամթերքով ենք դա ստանում, չէ՞ որ ամեն սննդամթերքի մեջ հավելյալ ուրիշ վիտամիններ ու միկրոէլեմենտներ էլ կան։ Այսինքն ինչքան ուզում է լավ պատրաստված լինեն այդ հավելումները, նրանք չեն փոխարինում։ Իհարկե։ Եվ այո, եթե ոսկրերին օգտակար են, նույն երիկամների համար կարող են լինել վնասակար։ Այնպես որ ամեն ինչը գցել էսպես դեղորայքի վրա, հավելումների վրա, դե լավ կգնամ դեղատնից կգնեմ, կընդունեմ, դա ճիշտ տարբերակ չի։ Մի քիչ ավելի բարդ տարբերակի ճիշտ սնունդ է եւ ի դեպ մեր բաղադրատոմսի մեջ կա կալցիում։ Այո, կատնաշորը հարուստ է կալցիումով, ինչպես նաև սպիտակուցով, ինչը շատ կարևոր է էլի այս շրջանում եղած կանանց համար, որովհետև մենք պետք է սպիտակուցի միջոցով հագեցվածություն առաջացնենք, հա, եւ սպիտակուցի նկատմամբ օրվա պահանջը ավելի է շատանում, որպեսզի մկանային զանգվածի կորուս չունենանք, քանի որ այդ տարիքում շատ է կորում մկանային զանգվածը, փոխարինվում ճարպայինով։ Տղամարդիկ նույնպես սկսում են տարիքի հետ կորցնել մկանային զանգվածը եւ տղամարդկանց նույնպես խորհուրդ է տրվում, այո, զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, սնունդը կարգավորել, որովհետև փոխվում է, չէ՞, մկանային հատվածը քչանում է, փորը մեծանում է, ճարպայինը շատանում է եւ դրան պետք է հետեւել։ Ինչ խորհուրդ չեք տա օգտագործել, ինչն է վնասակար կանանց։ Խորհուրդ չեմ տա օգտագործել շատ վերամշակած սնունդ, այսինքն կիսաֆաբրիկատներ եւ այլն, հագեցած ճարպերով, տրանս ճարպերով հարուստ սնունդ, այսինքն տապակած սնունդ, հա, եւ կենթանական շատ ճարպ պարունակող սնունդ, ինչպես նաեւ անուշեղեն, քաղցրեղեն, հա, որոնք որ ռաֆինացված շատ շաքար են պարունակում։ Թեև սիրում ենք, բայց պետք է սահմանափակել օրվա ընթացքում 10%-ը չգերազանցի։ Մենք միշտ խոսում ենք նաեւ քնի կարեւորության մասին եւ կարեւոր չի դուք 10 տարեկան եք, 20, 30, 50 թե 60, քունը մնում է ամենակարևոր բաղադրիչներից մեկը առողջ ապրելակերպի։ Կա ինչ-որ փոփոխություն տարիքի հետ, ավելի շատ պետք է քնել, ավելի քիչ կարելի է քնել։ Սովորաբար դաշտանադադարի ընթացքում կանանց մոտ քնի խանգարում է լինում, նյարդային գերգրգռված վիճակ լարված, հա, եւ օրվա վերջում քնի խանգարում է լինում, չեն կարողանում հաճախ քնել, կամ միտում, որ այդ տարիքից հետո ավելի քիչ են քնում, եւ դա իրականում նորմալ է, բայց ժամանակին պարկելը առանց էկրանների եւ գadgetների, հա, առանց կապույտ լույսի, միջև գիշերվա 11-ը քուն մտնելը խորհուրդ է տրվում, որպեսզի մելատոնին հորմոնը, որը նույնպես երիտասարդության հորմոն է, բավարար արտադրվի։ Շնորհակալություն, Նարինե, ուր հասանք։ Արդեն մեր մատուցմանն ենք հասել եւ արդեն պատրաստ է։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, սա ինչ է, սա նախաճաշ է։ Այո։ Մեր փոքրիկ նախաճաշը բոլոր այն կանանց համար, ովքեր ուզում են երկար լինել առողջ եւ պահպանել իրենց երիտասարդությունը։ Հիշեցնեմ իմ հյուրերն էին էնդոկրինոլոգ Հասմիկ Հայրապետյանը եւ իհարկե մեր շեֆ խոհարարը Նարինե Ալեքսանյանը։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստն է եւ այսօր խոսելու ենք մաշկաբանական տարածված խնդրի փսորիազի եւ նրա բուժման արդիական, ոչ դեղորայքային եւ գիտականորեն լայն ուսումնասիրված մեթոդներից մեկի NB UVB ֆոտոթերապիայի մասին։ Մեթոդը ցուցված է փսորիազի բոլոր տեսակների դեպքում, ունի լավ տանելիություն, բարձր արդյունավետություն եւ հնարավորություն է տալիս շատ հաճախ համակարգային դեղորայքի դեղաչափի նվազեցման եւ նույնիսկ հանման։ Սովորաբար ֆոտոթերապիայի կուրսը իրականացվում է շաբաթական 2-ից 3 անգամ։ Իսկ հաճախումների քանակը կախված է կոնկրետ փսորիազի կլինիկական տեսակից եւ հիվանդության վաղեմությունից։ Փսորիազը քրոնիկական իմուն բորբոքային հիվանդություն է եւ արտահայտվում է մաշկի վրա կարմրավուն ֆոնին թեփոտվող վահանիկների առաջացմամբ։ Հաճախ զուգորդվում է քորով։ Կլինիկական պատկերը կարող է լինել տարբեր, կարող ենք ունենալ սահմանափակ օջախային փսորիազ, որը հիմնականում տեղակայվում է վերջույթների տարածիչ մակերեսների վրա, բայց եւ ունենք տարածում փսորիազի դեպքեր, երբ որ մարմնի նույնիսկ մեծ մասը ընդգրկվում է process-ի մեջ։ Պետք է հիշել, որ փսորիազը վարակիչ հիվանդություն չէ եւ այս մարդկանց հետ պետք չի խուսափել կենցաղային շփումից։ Կոնկրետ մեր պացիենտի մոտ ունենք խոշոր վահանիկային փսորիազ, որի մոտ ամեն տարի ձմռան եւ գարնան ամիսներին դիտվում է սրացում, ինչի խնդրով եւ դիմում է մեզ, անցնում պրոցեդուրա, միջինում 20 պրոցեդուրայից ունենում ենք բավականին արտահայտված բուժական էֆեկտ։
Պացիենտները մեր մոտ բուժումը հիմնականում ավարտում են ամբողջությամբ մաքուր մաշկով։ Եթե դուք նկատում եք ձեր մաշկի վրա ցանավորում, որը հիշեցնում է փսորիազ, կամ արդեն ունեք փսորիազի ախտորոշումը, ժամանակին դիմեք բժշկի ձեր բուժական սխեման ճիշտ կազմելու եւ մաքսիմալ արդյունքի հասնելու համար։ Ամփոփեք նայեք այսօրվա հաղորդումը։ Մենք այսօր խոսեցինք տարբեր թեմաներից, բայց գլխավոր թեման հիշեցնեմ էնդոպրոթեզներն էին, փորձեցինք բացատրել, որ դրանք տարբեր են, դրանք լավն են, ավելի լավն են, դրանք կարող են ծառայել 20-25 տարի, բայց ամենակարևորը ոչ մի պրոթեզ երբեք ու երբեք չի փոխարինի այն, ինչ տվել է մեզ բնությունը։ Այնպես որ պահպանեք ձեր առողջությունը, եղեք առողջ, իսկ մենք կանենք մեզնից հասանելիքը։ Կհանդիպենք։